Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասն է Unit 7-ի Practice Your Reading։ Պետք է զարգացնենք նորից ընթերցանությունը։ Նախ կարդանք տառակապակցությունը U-ի կարդալու ենք U. True, flu, blue, clue։ Դասի նոր բառերն են sword, shield, needle, button, soldier, thumb, true, to like, to be sad, to go for a walk. Sword, սուր, թուր, դաշույն, shield, վահան, needle, ասեղ, button, կոճակ, soldier, կարդում եմ G, soldier, զինվոր, thumb, բութմատ, բիտառը չկարդացի, true, իրական ճիշտ, իտառը չկարդացի համար է, to like, սիրել դուր գալ, իտառը չկարդացի համար է, to be sad, տխուր լինել, to go for a walk, գնալ զբոսանքի։ Ուրեմն, ասած եք, thumb, ինչ եմ կարդում, true, համար ինչ եմ կարդում, soldier, Ջ կարդացի, like, ինչ եմ կարդում, to be sad և to go for a walk։ Tom Thumb դասը։ Առաջին մասն ենք այսօր անցնում։ This story is very old. Այս պատմությունը, this story is very old. Այս պատմությունը շատ հին է։ It is not true, ճշմարիտ չէ, իրական չէ, but many children like it. Children, երեխաներ, like it, սիրում են, շատ երեխաների դուր է գալիս։ The husband and the wife had no children, and they were very sad. Մի կին ու ամուսին երեխաներ չունեին և շատ տխուր էին։ There were many nice flowers in their garden. Նրանց պարտեզում կային շատ գեղեցիկ ծաղիկներ։ And one day they found a little boy in one flower. Եվ մի օր մի գեղեցիկ ծաղկի մեջ նրանք գտնում են մի փոքրիկ տղայի։ He was as small as man's thumb. Նա այնքան փոքր էր, as small, այնքան փոքր, as a man's thumb, որքան մարդու բութմատն է։ They called him Tom Thumb. Նրանք անվանում են նրան Tom Thumb։ Շարունակում ենք։ Tom's mother was very happy. Tommy մայրիկը շատ ուրախ էր, շատ երջանիկ էր։ She made nice clothes for her boy. Նա իր տղայի համար պատրաստում է գեղեցիկ հագուստ, nice clothes, գեղեցիկ հագուստ։ He had a green coat, կանաչ վերարկու։ Նա ուներ կանաչ վերարկու and yellow trousers, և դեղին անդրավարտիք։ On his head, գլխին, he had ուներ a yellow hat, դեղին գլխարկ։ His mother made little boots for him. Մայրիկը նրա համար պատրաստում է դեղին կոշիկներ։ Tom liked his clothes. Թոմը սիրում է, Թոմին դուր է գալիս իր հագուստը։ But he wanted a sword and a shield. Բայց նա ուզում էր սուր և վահան։ He wanted to be a soldier. Նա ուզում էր լինել զինվոր։ Mother gave him a needle. Մայրիկը տալիս է նրան needle, ասեղ, for a sword. Սրի փոխարեն, for-ը թարգմանել ենք այստեղ որպես փոխարեն։ And a button և կոճակ for a shield. Ինչի փոխարեն, վահանի փոխարեն կոճակ։ One day he went for a walk. Մի օր նա գնում է զբոսանքի։ He met two men. Նա հանդիպում է երկու մարդու։ He did not know them. Նա նրանց չգիտեր, չէր ճանաչում։ Անցնենք ամպիկին։ Ասում է հիշեք, ինչը հիշեք, գոյականի հոգնակի թիվ, ինչպես է կառուցվում։ Ուրեմն մենք անցել ենք գոյականների հոգնակի թիվը, կանդրադառնանք գոյականների հոգնակի թվին անգլերեն 0-ից և դասապատրաստում
դասընթացում տեքստերում կան։ Հիմա այստեղ մենք անցնում ենք եւս գոյականի հոգնակի թիվ, բայց այստեղ արդեն բացառություն, ոչ ըստ կանոնի։ Child, եզակի թվում երեխա, հոգնակին children, child բառի մեջ կարդացի I, child, հոգնակիում այդ I-ը կարդացի I, եւ երկրորդը հոգնակի թիվ կազմելու համար ավելացավ run, children։ Երկրորդ բացառությունը, վերևինը բացառություն էր, կանոնից շեղվում էր, երկրորդ բացառությունը men հոգնակի թվով մարդիկ, եզակի man, նայում եք man բառում մարդ, եզակիով մեկ մարդ, a տառով է գրված եզակին, հոգնակին e դառնում է e, men, man, men, սա էր երկրորդ բացառությունը, չմոռանաք հիշեցնում եմ կրկնել գոյականների հոգնակի թվի կազմությունը։ Անցնում ենք երրորդ ամպիկին, as, այնքան ինչքան, այնքան որքան, he was as small as a man's thumb, նա այնքան փոքր էր, որքան, առաջին թարգմանում եք այնքան, երկրորդ as-ը որպես որքան մարդու բութ մատը։ Հիմա ճիշտ թե սխալ, ըստ տեքստի, ճիշտ կրնիք ասեք true, սխալը false, որը չի համապատասխանի տեքստին, ուրեմն false։ A husband and a wife had many children. False. They were very sad. True. They found a boy in the yard. Բակում են գտնում, ուրեմն false. Tom was a big boy. False. Tom's mother made clothes for him. True. Tom's clothes were very nice. Այսքանը ճիշտ է, գեղեցիկ էր, կասենք true, նախադասության առաջին մասը, երկրորդ մասը, but he didn't like them, սա կասենք false. Tom wanted a sword and a shield. Tom-ը ուզում էր սուր եւ վահան, true. Անցնենք 9-րդ վարժությանը, պետք է լրացնենք նախադասությունը, կետերի փոխարեն տեքստից ընտրում եւ տեղադրում եք նախադասությունները։ It is not true, but many children like it. Հաջորդը, a husband and a wife had no children, and they were very sad. One day, they found a little boy in one flower. He was as small as a man's thumb. Hաջորդը, he had a green coat and yellow trousers. Tom wanted կարող ենք այստեղ երկու ձևով, քանի որ յով է, Tom wanted a sword and a shield. Սուր եւ վահան. Mother gave him a needle for a sword and a button for a shield. Choose the right word. Վարություն 10. Ուրեմն տեղադրելու եք փակագծի մեջ եղած բառերից մեկը, որը համապատասխանում է տեքստին. A husband and wife had no children. Երեխաներ չունեին. Had no. One day they found ինչ են գտնում ծաղկի մեջ, a boy, ոչ թե աղջիկ, այլ տղա, a boy in a flower. He had a վերարկու ինչպիսի, ինչ գույնի, green coat. He had trousers, ինչ գույնի էր, yellow trousers. He had a hat, ինչ գույնի էր, yellow. His mother made կոշիկները փոքրիկ, little boots. She gave Tom a needle for a ասել ինչի փոխարեն sword. She gave Tom a button թե needle for a shield. Վահանի փոխարեն ինչ տվեց? Button. Վարժություն 11. Խառը բառերով կազմում ենք նախադասություններ ըստ տեքստի.
old she story very this. This story is very old. Հաջորդը and husband no wife the had children. The husband and wife had no children. Երրորդը very was happy she. She was very happy. Մյուսը trousers he and yellow had green coat. He had a green coat and yellow trousers. Ուզում եմ այստեղ հուշեմ, որ բացակայում է ը հոդը. He had a. Had-ից հետո ը, որ կազմեք այստեղ տպագրական սխալ է, ը տառը չեն գրել. Ուրեմն he had a green coat and yellow trousers. Դուք կտեղադրեք. Liked he clothes his. He liked his clothes. Մյուսը a shield wanted and he a sword. He wanted a shield and a sword. Եվ մյուսը them not he no did. He did not know them. Վարչուն 12 պետք է պատասխանեք հարցերին. Is the story old and true? Yes, the story is old, but it is not true. Հին է պատմությունը, բայց ճշմարիտ չէ. Where did the parents find Tom? The parents found Tom in a flower. How small was Tom? Tom was as small as a man's thumb. Was Tom's mother happy? Yes, she was. She was very happy. What did she make for Tom? She made nice clothes for Tom. What color was his hat? His hat was yellow. What had he for a sword? He had a needle for a sword. What had he for a shield? He had a button for a shield. What did Tom want to be? Tom wanted to be a soldier. Անցնենք մատերին. Ուրեմն դասի մեջ ընթացքում մենք սովորեցինք բութ մատը, thumb, ասացի տառը չի կարդացում համրել, thumb, բութ մատ. Հիմա index finger, հայերեն ասում ենք ցուցա մատ, միջնա մատ, մատնե մատ, վերջինը ճկույտ. Հիմա մատ բառը անդադ կրկնվում է finger, 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 նայում եք, բացի բութ մատից. Index finger, middle finger, ring finger, little finger. Ուրեմն ավարտեցինք յունիթ 7-ին եւս. Նորից հիշեցնեմ, որ անպայման կրկնեք գոյականների հոգնակի թվի կազմությունը. Նրանք ովքեր ընդհանրապես չեն մասնակցել դասին, խորհուրդ եմ տալիս 3-րդ դասանի սկզբից անպայման սկսել դասը եւ կրկնել, ոչ թե կրկնել, սովորել գոյականների հոգնակի թիվը նույնպես, որպեսզի այս դասն էլ ավելացնեք, այս հոգնակի թվի կազմությունը ավելացնեք այդ դասին. Այսքան այս դասի համար. Բաժանորդագրվեք մեր էջին, հավանեք մեր էջը եւ գրեք ձեր մեկնաբանությունները. Goodbye.